Ողջույն, շարունակում ենք ունենք լիստերի վերաբերյալ խնդիրների դիտարկում։ Հիմա դիտարկենք հետևյալ խնդիրը՝ գրել ծրագիր, որ կստուգի ամենաերկար նախածանցը ցուցակից, որի բոլոր տարերը բառեր են։ Այսինքն ունենք ցուցակ, եկեք գրենք այսպես my list-ը, որի բոլոր տարերը բառեր են։ Օրինակ, բարև, հետո բարևներ եկեք ստե գրեմ։ Այսպես, ուրեմն հաջորդ բառը թող լինի բարեր, այսպես, հաջորդ տարը թող լինի բարեր, հաջորդ բառը թող լինի բարևի, մեծ փոքրատարով, հա։ Եվ եկեք մի հատ էլ գրենք, ուրեմն սենց, բարերով, Այսպես, ինչ որ բառեր հաջորդականություն, ուրեմն ինչա խնդիրը պահանջում։ Պետք է գտնել այս բառերից այն ամենաերկար նախածանցը, որ բոլորի մոտ կրկնվում է։ Օրինակ, այդտեղ տեսեք, եթե վերցնենք ամբողջ բարևներ, չէ՞, հաջորդը գալիս է բառեր։ Բառերի այս բառերը որ կա, այսքանը ինքը այս բոլորի մոտ կրկնվում է, այստեղ էլ կա, այստեղ էլ կա, այստեղ էլ կա, եթե տեսեք նշված մասը նշվում է նաև բոլորի մոտ։ Այսինքն ամենաերկար նախածանցը սա է։ Բարևը կլինի, եթե բարևի չլներ, եթե այս բառը չլներ, ապա կարող ենք նաև ասենք, որ բարևն ամենաերկար նախածանցը, որտեղ բոլորի մոտ կա, տեսեք, այստեղ կա, հա, այստեղ էլ չկա, չէ։ Ուրեմն ամենաերկար նախածանցը այս բառերն է։ Այդ ամենաերկար նախածանցը պետք է գտնենք։ Ինչպես ենք վարվում։ Նախ եւ առաջ եկեք այս մեր լիստը սորտավորենք։ Սորտավորենք ըստ իրենց տարերի երկարությունների։ Ինչու՞։ Եկեք սորտավորենք միևնույն ժամանակ բացատրենք, թե ինչու է այն պետք սորտավորել։ Ուրեմն սորտավորում ենք քանի որ տարերի երկարությունները, այստեղ պետք է փոխանցենք հավասարել են։ Ինչի է սա մեզ պետք։ Ուրեմն այդ ամենաերկար նախածանցի երկարությունը այս հաջորդականության, այս ցուցակի տարերից ամենափոքր բառի երկարությունից ավել չի կարող լինել։ Հա, այսինքն եթե ստա ամենափոքր բառը սա է, սա երկարությունից ավել նախածանց մենք չենք կարող ունենալ։ Հետևաբար եկեք սորտավորենք ըստ իրենց երկարությունները փոքրից մեծ։ Հիմա եկեք print անենք, տեսնենք որ սորտավորել է։ Print my list-ը Այս, տեսեք սորտավորել է։ Հիմա ես ենթադրելու եմ, ես սկսելու եմ այս բառերով արդեն առաջ գնալ։ Դիտարկեմ դեպքը առաջին, որ սա կարա նախածանցնի բոլորի համար։ Ես ստուգեմ այստեղ եթե ցույց տամ, այս բառերը բոլորի մեջ կա։ Եթե բոլորի մեջ կա, ուրեմն ինքն է։ Եթե չէ, ուրեմն սա ինձ մի տար կհանեմ։ Այսինքն այսքանը կստուգեմ բոլորի մեջ կա թե չկա։ Նու բոլորի մեջ կա թե չկա, այլ ոչ թե կա թե չկա, նայեք, այստեղ կա թե չկան, կարա ինքն մեջտեղի միջանկյալ հատվածում է լինի։ Դա կարևոր է։ Ոչ թե ես պետք է ստուգեմ կա թե չկա, պետք է ստուգեմ սկզբի մասին, այդքան 4 հատ տարով իրար հավասարին թե ոչ։ Եվ ըստ դրա շարժվում եմ առաջ։ Դե եկեք անցնենք առաջ։ Ուրեմն եկեք մի հատ ինդեքս պահեմ ես, որը հավասար է 1։ Ինդեքսը ինչի համար է նախատեսված։ Ինդեքսը նախատեսված է այս զանգվածի մնացած տարը ստանալու համար։ Սկսում եմ 1-ից, որովհետև 0-րդ տարը ես արդեն վերցնելու եմ ու սկսեմ համեմատել մնացածի հետ։ 1-ից եմ դրա համար սկսում։ Շատ լավ։ Ինդեքսը հավասար է 1։ Ուրեմն քանի դեռ while ինդեքսը հավասար չի իմ լիստի երկարությանը, այսինքն len my list, սա նշանակում է, որ ես դեռ տարեր ունեմ դիտարկելու։ Այդ դեպքում վարվենք հետևյալ կերպ։ Ուրեմն կատարեմ ստուգում, եթե my list-ի 0-րդ տարը։ Այսինքն այն տարը, որը ես ենթադրում եմ, որ ինքը ամենաերկար նախածանցն է։ Եթե այս տարը հավասար է my list-ի ինդեքսի-րդ տարին, ինդեքսի-րդ տարը արդեն առաջին դեպքում սա կլինի, բայց ոչ թե այս ամբողջ տարին, այլ ես պետք է վերցնեմ այս տարերի երկարությամբ։ Այսինքն ինդեքսի-րդ տարը slicing եմ անում սկզբից մինչև այս my list-ի երկարություն, այսինքն len my list 0 այսենց ես slicing եմ անում մինչև my list 0-ն, ինչի է սա ինձ պետք, որովհետև նայեք, եթե ես բարևն եմ դիտարկում, ես այս բարևի բոլոր տարը չպետք է դիտարկեմ, ես պետք է դիտարկեմ այսքան սա տարերի քանակով դիմացից այդքան տար 5 հատ տար եմ դիտարկում, դիմացից 5 հատ տար, 2 հատ տար ստեղից կդիտարկեմ, ուրեմն դիմացից 2 հատ տար։ Շատ լավ, եթե այս երկուսը իրար հավասարեն, ապա count-ը +1-ով կավելացնենք, այսինքն կգնա մի հատ կգնա մի հատիկ առաջ։ Կգնենք այսպես count-ը plus հավասար է 1։ Ինչի համար, որտեղ արդեն ես ինդեքսը plus հավասար է 1։ Ինչի համար, որովհետև այս բարևը ես արդեն
այս բառը արդեն ես դիտարկել եմ, պետք է անցնեմ հաջորդ բառի դիտարկմանը։ Դրա համար ինդեքսը 1-ով կմեծացնեմ։ Հակառակ դեպքում, այսինքն դեպք, որ ինքը հավասար չի, օրինակ բարևը, այս առաջին դեպքում հենց հավասար չի։ Այդ դեպքում ինչ ենք անում։ Այդ դեպքում այս բարևի վերջին տարը պակասացնում ենք, այսինքն գրում ենք հետևյալը, որ my list-ի 0-րդ տարը հավասար է my list-ի 0-րդ տարը, բայց սկզբից մինչև -1, այսինքն -1-ը ներառյալ չի, վերջի տարը ներառյալ չի։ Կվերցնի այս բարևի այսքան տարերը կդիտարկի։ Եվ այսպես շարունակ ու արդեն ստուգումը հաջորդիվ ինքը կիրականացնի այնքան ժամանակ, քանի դեռ ինդեքսը չի հավասարվել երկարությանը։ Եկեք հիմա print անենք արդեն my list-ի 0-րդ տարը, որի մեջ մենք մեր ամենաերկար նախածանցն է։ Տեսեք, բարի։ Սա է։ Նո սա sort-ն է, այս ենք տպել, դրա համար տպեց, եկեք կանք սա մահանեմ։ Եվ բարեր, տեսեք սա է։ Հիմա եկեք ես այստեղ միտեղ այդ բարերի բաներ փոխեմ, այստեղ օրինակ այսպես գրեմ։ Լինելու է բառ ամենաերկար։ Չէ, կամ այստեղ թող լինի այդպես, բայց այստեղ օրինակ այսպես գրեմ r։ Տեսեք բառ։ Սա ենք վերցնում որպես դիտարկման տար, ու այստեղ տեսեք, քանի որ այս մասում ինքը իջ կա, ինքը հետևաբար այսքանն է սկսելու մնացածի մեջ ման գալը։ Նեփ տպի բառ։ Վերջ ընկերներ, այս խնդրի համար այսքանը, եթե հարցեր կունենաք մեկնաբանության դաշտում գրեք, սիրով պատրաստ եմ պատասխանել բոլոր հարցերին, չմոռանաք բաժանորդագրվել YouTube-յան ալիքին, տարածել վիդեո կուրսերը, որպեսզի կարողանանք ավելի շատ մարդկանց օգտակար լինել։ Իսկ հաջորդիվ ավելի հետաքրքիր խնդիրներ ենք դիտարկելու։ Լավ մնացեք, կհանդիպենք։